Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ խոսել Կարեն Կունգուրցևի քրեական գործի մասին։ Մասնավորապես տարիներ առաջ Վանաձոր քաղաքում տեղի ունեցել սպանություն, սպանվել է անչափահաս երեխա Դավիթ Հովակիմյանը։ Այդ սպանության գործով ակնհայտ ապօրինի 3.5 տարի ժամանակով կալանքի տակ է պահվել ակնհայտ անմեղանց Կարեն Կունգուրցևը, ով որևէ առնչություն չի ունեցել այդ զարհուրելի սպանության հետ։ Նաև նշեմ որ այդ զարհուրելի սպանության իրական կատարողին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Լոռու մարզի դատախազությունն ու Լոռու մարզի քննչական վարչության նախկին քննիչ, ներկայումս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի դատավոր Տարոն Թաթևոսյանը այդ սպանության կատարումը դիտավորյալ վերագրել էին ակնհայտ անմեղանց Կարեն Կունգուրցևին։ Մինչդեռ դատարանում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի նախագահ Պարկեշտ եւ պատվախնդիր դատավոր Մուշե Խարությունյանը իրավացիորեն արդարացրել է Կարեն Կունգուրցևին եւ դատական պրակտիկայում սա աննախադեպ երևույթ է, որ նույն անձը նույն մեղադրանքով արդարացվել է 2 անգամ եւ Կարեն Կունգուրցևը այս մեղադրանքով արդարացվել է դատանում արդարացվել է 2 անգամ։ Նաեւ նշեմ, որ մինչեւ արդարացվել է Կարեն Կունգուրցևը իր չկատարած սպանության համար հանիրավի ակնհայտ ապօրինի 3.5 տարի ժամանակով ակնհայտ ապօրինի պահվել է կալանքի տակ եւ արդարացվելուց հետո Կարեն Կունգուրցևը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը եւ որպես իրեն անօրինական պատճառված վնասի փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետբյուջեից հօգուտ Կարեն Կունգուրցևի բռնագանձվել է 11 միլիոն դրամ։ Արդարացի կլիներ, որ Կունգուրցևին փոխհատուցված այդ 11 միլիոն դրամը բռնագանձվեր Կունգուրցևի գլխին այդ շինծու քրեական գործը սարքած քննիչ Տարոն Թաթևոսյանից եւ Կունգուրցևին ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահած մի խումբ պաշտոնատար անձանցից։ Հավելեմ նաեւ, որ իմ ունեցած հավաստի տեղեկություններով Դավիթ Հովակիմյանին սառնասրտորեն սպանել է Վանաձորի նախկին պաշտոնյաներից մեկի ՊՏ մականունով Արտակ Բաղդասարյանի հղթացած որդին Արթուր Բաղդասարյանը։ Դավիթ Հովակիմյանին սառնասրտորեն սպանելուց հետո Արթուր Բաղդասարյանը իր ընկերների հետ միասին վերադարձել է դեպքի վայր եւ դեպքի վայրից հափշտակել է իրեղեն ապացույց հանդիսացող սպանության գործիք դանակը։ Մինչդեռ հետագայում Արթուր Բաղդասարյանը իր այդ քայլը պատճառաբանել է, որ իբր թե ինքը սպանությունից հետո դեպքի վայր է վերադարձել իր կորած բջջային հեռախոսը փնտրելու նպատակով, որը ողջամտորեն արժանահավատ չէ եւ անտրամաբանական է։ Հավելեմ նաև, որ Դավիթ Հովակիմյանի սպանության հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։ Ես դիմում եմ հասցեագրել դատախազությանը, պահանջելով հիշել քրեական վարույթի շրջանակներում ինձ հարցաքննել որպես վկա, քանի որ ես ցանկանում եմ մերկացնող ցուցմունք տալ այդ սպանության դեպքը կոծկած նախկին քննիչ, ներկայումս դատավոր Տարոն Թաթևոսյանի եւ մյուս պաշտոնատար անձանց դեմ, մինչդեռ քննիչը մինչ օրս հրաժարվում է այդ քրեական գործով ինձ հարցաքննել որպես վկա։ Եթե պաշտոնյաները այս կյանքում պատասխան չտան իրենց կողմից այս զարհուրելի սպանության դեպքը թաքցնելու եւ անմեղ Կարեն Կունգուրցևին 3.5 տարի ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու համար, ապա Աստծո ահեղ դատաստանի ժամանակ սպանության դեպք թաքցրած բոլոր այդ հանցագործ պաշտոնյաները պատասխան կտան Աստծո ահեղ դատաստանի ժամանակ։ Նաեւ նշեմ, որ լրատվամիջոցներից եւ ես տեղեկացել եմ նաեւ հենց Կունգուրցևը ինքն է դատանում այդ մասին բարձրաձայնել, որ այդ սպանության դեպքը թաքցրել են նաեւ եւ իրենից բռնության գործադրմամբ սուտ ցուցմունքներ են կորզել ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը եւ Լոռու մարզի քննչական վարչության պետի նախկին տեղակալ Արման Գալստյանը, մինչդեռ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով, չգիտես ինչու Արման Գալստյանը վերջերս ստացավ պաշտոնի բարձրացում։ Հիմա Հայաստանում ընդունված է դա արդեն, եւ եթե պաշտոնյաները ինչ ուզում անում են եւ մնում են անպատիժ, չդժբախտաբար դա այդպես է, ես փաստն եմ արձանագրում։ Նաեւ նշեմ նաև հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Էրիկ Եղինյանս նույնպես անցել եմ այդ նույն զարհուրելի տառապանքների եւ զրկանքների միջով, ինչ զրկանքների միջով որ անցել է անմեղ Կարեն Կունգուրցևը, եւ ցավալին այն է, որ այդ սպանության դեպքը թաքցրած պաշտոնատար անձինք ոչ միայն քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, այլև դժբախտաբար մինչ օրս շարունակում են պաշտոնավարել։ Հայաստանում օրենք եւ արդարություն չկա, եթե ունես փող, պաշտոն եւ ազդեցիկ կապեր, ապա ինչ ուզես կարող ես անել ու միշտ կմնաս անպատիժ։ Սա իմ ողջամիտ կարծիքն է, որը բնականաբար զուտ ճշմարտություն է։ Այո, իսկապես այդպես է։ Հայաստանում եթե ունես փող, պաշտոն, ազդեցիկ կապեր, միշտ էլ կարող ես ինչ ուզես անես, նույնիսկ կարող ես մարդ սպանել ու կմնաս անպատիժ։ Հիմա այդպես որոշ պաշտոնյաների կարգախոսն է սա, ոսկիր սպանություն եւ կունենաս պաշտոն։ Այո, դժբախտաբար դա այդպես է։
փաստն եմ արձանագրում, նույն Կարեն Կունգուրցևի գործով, որ պաշտոնատար անձը, որ առնչվում էր այդ սպանությունը կոծկելու հետ, այդ պաշտոնատար անձին բոլոր նախատիվ ստացել են բարձր պաշտոններ, եւ որևէ պաշտոնյա մինչ օրս այդպեսով քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Եվ դիտավորյալ էլ հենց այդ Դավիթ Հովակիմյանի սպանության հանցակազմով նախաձեռնված այս նոր քրեական վարույթով քննիչը դրա այդ պատճառով էլ դիտավորյալ մինչ օրս հրաժարվում է Էրիկ Եղինյանից հարցաքննել որպես վկա, քանի որ քննիչը շատ լավ է հասկանում, որ եթե ես հարցաքննվեմ, ապա պետք է մերկացնող ցուցմունքներ կամ այդ սպանությունը կոծկած նախկին քննիչ ներկայումս դատավոր Տարոն Թադևոսյանի եւ մի խումբ այլ պաշտոնատար անձանց դեմ, եւ քանի որ քննիչը միտված է կոծկել այդ սպանության իրական կատարողին, այդ պատճառով էլ քննիչը մինչ օրս այդ քրեական վարույթով հրաժարվում է ինձ հարցաքննել որպես վկա։ Ինչևիցե ակնկալում եմ, որ այս ամենի մասին բարձրաձայնելով, այս ամենը հանրայնացնելով պաշտոնատար անձինք ականջալուր կլինեն այս ամենին եւ կձեռնարկեն իրավիճակից բխող համապատասխան միջոցառումներ, որպեսզի Էրիկ Եղինյանից Դավիթ Հովակիմյանին սպանելու այդ քրեական վարույթով հարցաքննվեմ որպես վկա։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։